այսօրվա պատգամապերը, եթե մեկ բան բիցեմ իր մասին, բիցեմ, որ վարչության ժրաչան դայնամիկ առաջնորդը, որ դերոք զարատյան մեջ պանը ոչ չի վախնար, միան ասում ենք վախնար։ Ոչ աշխատել են, ոչ աշխատցնել են, ոչ կաչալերել են, ոչ կաչալերվել են, այլ խիզախ դարաշնորդ է և մենք ուզենք իրեն կործակցիլը շարունակել ասո պարկի նվար այս բոլորը։ Դերոք ես, որ մեզ ընդանիք բոլորիս կաչալերություն ես և մեր կույրիկն ես։ Նորագան եմ այս ամիշ խոսքերում համար։ Այս բանը շատ կրգմտիկ աշխատցն է։ Teamwork. Գաշխատի և գաշխատի։ Ատմասը չզի, որպես է ավելի հստակըլա։ Սիրելիներ, բարի լույս, աստուծո օրնյալ օրվան մեջ ենք այսօր, արդեն երկերին մարցունքներս խլեց և դի խլե, ներողամիտ կլակ եթե հուզվիմ այսօր, Դագադին սուքի վիճակի մեջ ենք մեր եկեղեցին շատ աստվեցավ։ Հունվար 7-ը 2025 հրթեհը 3 շաբաթներ անցան արդեն անորնա 24 ժամվա մեջ 10,000 դուներ խլեց։ Եվ այս գրակը շատերու դունը լապեց։ Իմ աղջիկս, իմ քրոջս աղջիկը, կազենիս տղան Բենջամինը, Կարոլայնը և շատեր 15 հոգիներու ազնիվին և Ռայանին դունը շատերու դունը 15 հոգի հաշվեցի 3 շաբաթ արած անչապելի, անհասկնալի, անագնգալ այս գրակը Սակայն շատ նոր եկավ մեզի մեր եկեղեցիին և մեր զավակները մեկ օրվա մեջ անդուն անդեղ եղան։ Յուսուֆյան Արամ։ Կներեք անուները, և որ գուդամ անպայման կմորցվի Սոնակույրը, Աբրահամ եղբայր, և այլն։ Խնդրեմ, ներեցեք ինձ, եթե մորնանցերը անունը դար։ Այսօր պիտի խոսենք արդյունքներու մասին։ Այս պատգամը մտերիմ ընկերուհիս ինձի ղրկեց և շատ օգտվեցա, շատ սիրեցի հուսամ ցեզի օգտակար գլա։ Երբ լսեցի արսանց Թիմ Քելերի պատգամը, որ պատվելի է և Սաղմոսներու քարոզաշարքը ըրած է, ամենքս Սաղմոսները սիրենք, չէ, ինչու, որովհետև ադիգա մեր ըսկացումներում, մեր սրդին գթափանցե, գխորաթափանցե և գրնա արդահայտել ճշգրիտ կերպով ինչ կսկանք մեր ըսկացումներում մեջ։ Մեր երեць հովիվը ըսավ անգերձ ըլանք Աստուծո հետ։ Սաղմոսները գոքնեն, որ անգերձ ըլանք, խորունկ ըսկացումներ և սրդի գսկից գահոն և գթափանցե մինչև մեր շարժարիքները։ Թիմ Քելերի բացատրությունը շատ սիրեցի։ Գսեր Սաղմոսները երրորդ գերբով ավետարանն է, երրորդ ավետարանի։ Առաջինը ան է, որ գրոնասերներ, նույնիսկ հոգևոր անցիկ, իրենց ըսկացումները գզսպեն և գսանցեն։ Երկրորդը աշխարհը ճիշտ հագարակը գնե։ Գսենք ու ըսկացումները ցանցանցակ ցկե, ըսկացումներուտ վստահե, ըսկացումներդ ամեն արջևը փած թափե արդահայտե։ Իսկ Սաղմոսները դարբեր երրորդ գերբ մոգուտան ավետարանի անալ գսե ըսկացումները ահոթե, ահոտքի վերած է։ Տավ, Արբիկ քույր Քալաջյանին պիտի խնդրեմ, որ խոսքա և մեր փուն համարները կարդա, որ Սաղմոս 39, 12 և 13 է և Սաղմոս 126 հրամե արդյունք։ Այս Սաղմոսները մտի գրեք արդյունքի և լացի Սաղմոսները հրամե արդյունք։
է իմ աղոթքս ու ականջիր աղաղակիս։ Արդյոք ձերուս միլը էր, բասնզի քո արջևը բանթուղթ եմնի ես, հյուրմը իմ կոլոր նախնիկներուս պես։ Թուլտուղություն ըրե ինձի, որ զվարթանամ, քանի որ չեմ կացել այնտեղը, որ ալ չի գտնվիմ։ Եթե դերը Սիոնի քերությունը դարձուց երազ տեստոնդելու պես եղանք, այն ժամանակ մեր կերանը խնդրությունով լեցվեցավ ու մեր լեզուն ցնծությունով, այն ժամանակ հեթանոսներուն մեջ ըսին թե դերը ասոնց համար մեծ բաներ կրավ, դերը մեզի համար մեծ բաներ կրավ, ու մենք ուրախացանք, ով դեր դարձուր մեր քերությունը հարավի արուներուն պես, անոնք որ Արցունքով գցանեն, ցնծությունով կհնցեն, ամբոր լալով գերթացանելու սերմը տանելով, անշուշտ ցնծությամբ ետ պիտի դառնա իր ծորենի խուրձերը բերելով։ Amen. Եթե սավոսները պաշնենք դարբեր նիթերու, 5 դարբեր մասնիկներ ունին, ադոնց մեկը շնորհակալության սաղմոս է, ուրիշը ասկի և թագավորին հավատալմության սաղմոս է, խրատներու սաղմոս, ողբի սաղմոս և պարապանության սաղմոսներ։ Սակայն մեծավ մասամբ սաղմոսները ողբերգություններ են, ողբեր են, լացի, արցունքի և դարաբանքի խոսքեր և աղոթքներ են։ Թիմ Քելլեր հարց կուտա։ Ուրեմն ինչ նելու է հավատացյալը իր դարաբանքին և իր արցունքներուն և վիշտին մեջ։ 3 բաներ կառաջարկե։ Արցունքներդ ակնկալ է։ Արցունքները investor է, կորձիթիր, այսինքն տաղանդները ինչպես որ կորձակրեցին արագին մեջը։ Արցունքները աղոթք դարձուր։ Առաջինը արցունքները ակնկալ է։ Որպես քրիստոնյաներ, երբեմն անակնկալի գուքանք եւ որ մեզի դժվարություն, աղետ, տարաբանք կհանդիպի։ Կարծես երբ որ գաբաշխարենք կխորի, որ արդեն ատկե հետո երկնային կյանքը պիտի ապրի, սխալ բանը պիտի չլա մեզի եւ այսպես կրնանք շարունակել, բայց այդպես է սիրելիներ, ոչ, չարիք է, զերծ պիտի չի մնանք մենք ալ։ Բայց կարծես թե հոս երգիք չէ, ինչուները շատ են, ինչու հիմա, ինչու ինձի, ինչու ինչպես բարգերուստագեն պիտի ազատին, overwhelm կլանք, և վիշտ, և արցունք, և հետո փարգություն, հուսահատություն, ապահո այբանում, գայբանենք Էդիսոնը, գայբանենք Նուսամը, ցավ և ավելի արցունքներ։ Բայց ինչու երբ հավատարիմ է հավատացյալը, սխալը չէ գործած, անշուշտ ամենքս ամեն օր կգործենք սխալներ, բայց երբ որ հավատարիմ գաբրին, ինչու այսպիսի բաներ մեզի կպատահի, կկարծես թե չար բան պիտի չհանդիպի մեզի հավատացյալներում, անպայման է որ պիտի հանդիպի։ Գարտանք Հովանու 15:20 բարձրացան խնդրեմ։ Մտքերնիդ թրեք այն խոսքը, որ ցեզի ըսի թե, եթե զիս հալածեցին, ցեզան պիտի հալածեն։ Այո, Հիսուսի խոսքերն են ասի, ցավն ու դարաբանքը անավինգալի թող չի բերե մեզի սիրելիներ։ Քրիստոնյաները պետք է ակնկալեն արցունքներ, դարաբանք։ Ինչպես Հիսուսիներին, եթե Հիսուսիներին շատ նույննալ մեզի պիտի Անաբադի կյանքը և արցունքի կյանքը ակնկալենք, շատ արցունքներ ակնկալենք սիրելիներ։ Եվ փորձություն ունենք մտածելու թե թերևս եթե դանչանք է, դարաբանք է, դարաբին կոր, ուրեմն թերևս քախնի մեղք ունի, թերևս սխալ մըրած են, այդպես չէ սիրելիներ։ Նույնիսկ եթե սխալ մը չեն կրած և քախնի մեղք մը չունի,
դարաբանքը մեր վրա գուկա, ինչպես Մատթեոսի 45-ը գսե։ Ետնավոր հայրը իր արևը գծակեցնե, թե չարերուն և թե պայլեր, անցրելը թե արդարներուն և թե մաղավակներուն վրա։ Այ, անդես որ թե արևը, թե անցրելը ամենուս համար պատրաստ է։ Ինչս էլ է ավաշխարություն, Սուրբ Գիրքը թե հին գդագարանի և թե նոր գդագարանի մեջ քեղեցիկ կերպով փրկության, ավաշխարության մասին գբացատրե սահմանելով, սակայն այս Եզեկիել 36:26-ի մեջ այսպես կսե։ Ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ եւ ձեզի մարմնեղեն մսեղեն սիրտ պիտի տամ։ Այո, պատկերը ան է, որ մեր սիրտը գարձր քարեղեն է, Աստված ձայն պիտի հանե եւ դերը ինչ պիտի տնե, մարմնեղեն, մսեղեն սիրտ պիտի տնե։ Ասիկա բացատրե, որ մենք պիտի սկսենք զգալ ցավը, պիտի սկսենք զգալ մեր ցավը եւ բոլոր անոնց ցավերը, որ մեր շուրջը կպատահի, շուրջի չարը, անբուժելի հիվանդությունները, հրթեհը, մահը եւ սուգը, դուրնի գորուսները, անկործությունը, ասկականներու միջև անհաշտությունները, մարդիկ, որ ցավիտ վրա ասպես ուրախանան աղ եւ բիբեր ցանել, անարդարությունները, որ շուրջեն միս է, գբադահի եւ քու մորթիդ վրա գսկսիս սկալ սիրտդ գցավի անոնց հետ, անդարբեր չես ուրիշներու ցավին, ինչու, որովհետև քու սիրտդ հիմա մսերեն սիրտ է, ապաշխարելեն առաջ հոգը չէր, դեղյալ իսկ չէիր ուրիշի ինչ կլա, նույնիսկ կար համարհեիր իրենց, եւ ուրիշներուն եւ նեղության մեջ են կամ չար են, սելով թե արժանի են արդեն անոնք չարչարվելու։ Սիրտը քարացած էր, ինքնապաշտպանության տարբեր գերբեր կտած էիր եւ սրտի քարանալը դա այդ պաշտպանություններեն մեկն էր։ Սակայն երբ ապաշխարեցիր, ետքը ավետարանը փոխեց քու սիրտդ եւ փափուկ սիրտը, մարմներեն սիրտը դվավ եւ հիմա գսկաս ուրիշին չարչարանքը, վիշտը եւ դարաբանքը։ Իր վիշտն ու դարաբանքը դեր շատ խիստ են, հոս խիստ չար են, հավերժական սպոփանք մկա սիրելիներ։ Ուրեմն, երբ գաչինք մենք որպես քրիստոնյա, ավելի ցավի, դարաբանքի եւ արցունքի բաժինները մեր մեջը գավելն ավելի ըսկայուն կլանքանոր։ Նայեցեք Հիսուսի, աշխարի վրա մեկ կատարյալ մարդկային սիրտ ունեցող մկալես, ինչ կգարկանք Եսայա 53-ի մեջ, 53-3, ողուն, Եսայա 53-3, աղավնի, նո, թունչես, արաքսի, Եսայի անիգա վիշտերու դեր և ծավերու դեղյակ եղավ։ այո, անիգա վիշտերու դեր ու ծավերու դեղյակ եղավ, միշտ գուլար Հիսուս, եթե գուզենք Հիսուսի նմանիլ, եթե գուզենք Հիսուսի հասագին հասնիլ, ագնգալենք արդյունքները, մենք ալ պիտի լանք և մեր շուրջիններուն և մեզի մեր վիճակներուն համար։ Երկրորդ, արդյունքներդ իքորց թիր, այսինքն ինվեստր է, հայերեն բարը չի գա ասոր, որ գարենամ ծեզի պացադրել, արդյունքներդ ծան է, անոնք, որ գսե 146-րդ Սաղմոսը, արդյունքներով գծանեն, ծնծությունով պիտի հնչեն, Սաղմոս 126-5 Անոնք, որ արդյունքներով կցանեն, ծնծությունով կհնձեն։ Մի լարմիան խրզըտ բարբելու, գամ պարգությունը թապելու, ինքզինքիտ վրա մեղկնալու, այլ ինչպես սերնացանը հունդը գծան է,
այդպես արդյունքները ցանեն։ Նայեցեք սիրելիներ, դոբրավով հունդ կդրվի սերնացանին։ Եթե անոր վրա նստի, հունց պիտի չունենա։ Եթե դոբրավը առնե եւ տանի, դեպ մթափե, հունց պիտի չունենա։ Բայց երբ որ հատ առ հատ արդյունքով դժվարությամբ ցանե, հունցքի ադեն մեծ հունցքմա պիտի ստանա սիրելիներ։ Նույնը նալ է մեր լացերը, մեր արդյունքները, մի զսպեր կամ մի թապեր արդյունքները, այլ ցանե։ Եթե ցանես արդյունքները հունդի պես, օրմա արդյունքը ուրախությունով պիտի հնցես։ Սերնացանը լալով կհնցե, բայց ուրախությամբ գվերակարնա։ Վիշտը բարապի մի ծկեր, որ երթա, ցանե վիշտը, ցանե արդյունքները։ Սաղմոս 35 գսե, ճիշտ է, արդյունքներում կհետևին ուրախություն, բայց 126-րդ Սաղմոսին մեջ սերնացանի օրինակը շատ ավելի խորունկ է, միան լացեն հետո ուրախություն չէ, այլ լացին պատճառավ, ցանված լացին պատճառավ ուրախություն մգա արդյունքներով, շատ ավելի խորունկ է ասիգա։ Երկրորդ Կորինթացիս 4:17-ն ասիգա, գեգրորդ է, ինչ կսե։ Մեր վարգանական թեթև նեղությունը կարգացե մեզի համար հավիտենական փառքը, որ ամեն գերազանց է։ Վարգանական նեղություն է, այս չարչարանքը, որում մեջ են գանցնի, վարգանական նեղություն է, բայց ինչ կնե մեզի համար կերազանց հավիտենական փառքը պիտի փերը եւ կփերը։ Այսինքն ոչ թե միայն լացով եւ կբարգիս ավելի ուրախ կարգնաս, որ ճիշտ է, այլ արդյունքը երբ կցանես, ան գփազմապատկվի եւ գարդատրե ուրախություն եւ ցնծություն։ Արդյունքը երբ որ գցանես աղոթքով, գփազմապատկվի ուրախության, գփազմապատկվի ցնծության։ Invest անենք սիրելիներ մեր արդյունքներ, ինչպես որ երբ դրամդ բանկային մեջ գտնես կամ շիրքետին գուտած, այդ դրամը երբ կվերադառնա քեզի շահով, չէ, երբ որ դուն մգարնես, եթե իմաստությամբ շարժիր, շատ լավ շահ կբերե քեզի դրած արժեքիդ թիվանցը, շատ ավելի։ Արդյունքն ալ երբ կցանենք, անիգա շատ ավելի զորավոր եւ բազմապատկյալ ուրախություն, խաղաղություն, հանգստություն կբերե, գնորոքե ու կփոխե Հիսուսի հասակին հասցնելու մեզի։ Իմաստությամբ ցանենք զանք։ Okay, հասկացանք, հասկանալի է, որ մեր արդյունքները ցանելու են, բայց ինչպես կլա այս արդյունքները ցանել։ Արդյունքները աղոթք թողնան, անոր համար արփին խնդրեցի, որ այս երկը հայրենիքի երկ է, որովհետև գսե խաչքարերդ արդյունքներով կլվանամ, դարաբանքս արդյունքներով կլվանամ, թարնամ իմ տունս, թարնամ իմ խաղաղությանս, թարնամ այդ ուրախությանը, որ տուն ինձի դվիր։ Եվ ուրեմն արդյունքներով Աստծո առջև տանելու ենք, ոչ թե մարդոց մինչև այդքան գանենք, լանք, արդյունք տեսենք, ադալ ժամանակ ունի, բայց շարունակական չնենք, ինչպես անաբաշխարները գնեն։ Եվ ոչ ասենք, որ ես հոգևոր եմ, զսպեք, անան գլան, օրմը գոլկենու գլան և կպայթի։ Սակայն դանինք Աստուծո, Աստված երբ որ գուլանք, Աստված երբ որ կփարգանանք, Աստված երբ որ գսենք ով դեր կփավե ալևս, ինչպես որ 39-րդ Սաղմոսը գսե շատ լավ կհասկանա։ Ուրեմն այս արդյունքները երբ աղոթքի դառնան, 3 բաներ պիտի արտադրեն։ Առաջին Աստուծո շնորհքը, grace պիտի հասկանանք։ Երկրորդ խաչին նպատակը պիտի ըմբռնենք։ Երրորդ փարած հասնելու վստահությունը պիտի ունենանք։ Առաջին
Աստուծո շնորհքը պիտի հասկանանք։ Լավուց չսկսած, լավ գիտնալու ենք սիրելիներ, թե Աստված ապահով մխիթարիչ մնե։ Աստված ապահով մխիթարիչ մնե։ Ան կհասկանա մեր արդյունքները։ Աստված անհավատալի չի կան։ Անարցոսի նորեն գոլաստուն, նորեն սիրկալությունը չես կնար գոտան, նորեն անհամները, նորեն անհավատալի չի կար Աստված։ Հասկացող եւ քթոտ հայր մնե։ Սամոս 39:12 եւ 13 ինչ կսե։ Երես տարտուղներ, որ քիչմը ուրախանամ ներներես առաջ։ Այո։ Ուրեմն Սամոսները ընդհանրապես շատ տխուր կսկսին, բայց լավատես կվերջանան։ Բայց 39-րդ Սամոսը ասոնց չի հետևիր։ Կարծես թե աստվածաբանական ծխալ մգալստը։ Գսե որ երեսդ ինձ մեծ դարձուր, որ քիչմը ուրախանամ չի մերած։ Ասիկա գնամանի մեգումա, որ բոլորովին վհադած է։ Երբ ջարահատ ենք այսպիսի բաներ գսենք, երբ որ գփարգանանք բաներ գսենք, որ հետո գզղճանք։ 39-րդ Սամոսը այս խորունկ ըսկացումները սիրելիներ կցուցաբեր է, կտեսնեք Աստվածաշունչը որքան իրական է մեզի, փառություն, արդյունք, վհադած վիճակներ, բայց ապահով է Աստուծո առջև լավ եւ սխալ բաներ ասել։ Ուրիշներուն առջև ասեսն է, ադիգա հավաքելը շատ դժվար է, ապահով է Աստուծո առջև սխալ բաներ ասել։ Գրնաս ամենեն խորուկ ըսկացումները անոր արդեն առջև ցանել։ Ուրեմն գնամանի նաև Սամոս 39 Պետրոսի աղաղակին։ Ինչը սա Պետրոս Ուգաս 5:8-ի մեջ Ինքովես անձին գնա, չի նմանի 39-ին, որ գսե արանցինցը կը 30 թարցուր ինձ մետեր, որ քիչ ուրախանամ։ Այս բիսի աղոտներ ու հարաճանքներ Աստվածաշունչին մեջ փաստ են, թե դերը լավ կհասկանա։ Աստված շնորհքի Աստված է։ Մեր արդյունքները դուպիմը մեջ գոգի կեքի պես շարված Պետք չունիք Աստուծո տանելու։ Եղածին պես տանիք, ուրիշները չեն հասկնար, բայց Աստված շատ լավ կհասկնա։ Աստված շնորհքի Աստված է։ Տեր կհասկնա, լավագույնը կնե։ Դես կսե եկուր ինձի երհանք չէ։ Երկրորդ խաչին նպատակը պիտի ըմբռնենք։ Ինչու Աստված մեր ցավերը լավ կհասկանա արդյոք ինչու ինքը որ գադարյալ Աստված է երկինքներու մեջ կփնագի երկիրը իր ոտքերուն պատվանդանն է ինչու կհասկանա որովհետև իր միածին որդին ղրգեց եւ Հիսուս ինչը սավ խաչեն առաջ աղոթքներով արյունով խառնված արդյունքներով թափեց եւ սավ Մատթեոս 27:48-ի մեջ Աստված իմ, ինչու զիս թողուցիր։ Հիսուս մեր դեղը ստացավ բադիժը։ Ասիկա շատ մեծ իրականություն մնե սիրելիներ։ Արկան լսած ենք, որ երբեմն արժեքը չեք հասկանալ։ Հիսուս մեր դեղը արավ բադիժը։ Այսինքն այդ բադիժը, որ ինձի արժանի էր պատահելու Ինքը արավ, շնորհքի Աստված է, ուստի երբ մենք կսենք, ինձ մեր հերու կնադեր, կհասկնա Աստված, կհասկնա մեզի մոտ ուկա, քանի որ Հիսուսի խաչին վրա ստացավ մեր պատիժը, մեր դեր ան փորձարապար անցավ այն բոլոր ցավերն եւ արդյունքներն, որ մենք կանցնենք, Եսայա 53:5-ը ինչպես ասինք, Իր վերքերովը մենք բժշկվեցանք եւ դերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա շրավ։ Կհասկանանք, որ ասիկա իրապես, որ ամեն օր անօրենություն, ամեն օր մեղք կնենք, սակայն ինքը մեր այդ անօրենությունը, որ ունենք, Աստված իր միածին որդին վրա թրավ։
իր վերքերովը մենք բժշկվեցանք։ Դաղավին գրնաց լալ սիրելիս ու հարցնել ինչու այս ինձ եղավ։ Ու թեև լքված և մերժված գսկացքից սիր, որ Հիսուս այս բոլորը քեզ և ինձի համար արդեն խաչով իր վրա արավ։ Հիսուս այս բոլորը խաչով իր վրա արավ։ Աղջիկիս տունին գործվիլը, մեր եկեղեցիին 20 ընտանիքներու դուներու գործվիլը, անհետանալը, խաչով իր վրա արավ Հիսուս։ Երբ խաչին նայում կհասկնամ ու կգնամ չարչարանքը գրել առանց հանցավորս կանու։ No guilt։ Ինչու։ Որովհետև կհասկանամ, թե Աստված ինձի չի պատճել այս նեղություններով, որովհետև ինքը արդեն Հիսուսին պատճեց։ Ուրեմն եթե նեղվիմ ինձին ուրեմն չի պատճել։ Հիսուս գրած է արդեն խաչին վրա, գրնամ վիճակս։ Երկրորդ գրնամ վիճակս համբերությամբ գրել։ No guilt և patience, համբերությամբ գրել։ Երբ որ Հիսուս խաչի ելավ, մարդիկ չի հասկացան, շատեր կայթախեցան, ասին ասան պետք էր վերջանար այս սկանչելի մարդուն Հիսուսի կյանքը։ Եվ ցկեցին, քացին, չվերցան համբերել, խաչը չի հասկացան։ Համբերությամբ գրե քու լացը, քու խաչը, եթե իսկ չի հասկնած։ Լալը օքեյ է, ողբալը օքեյ է, Հուսախապ լալը օքեյ է, սակայն ինքսինքիդ մեղկենալը օքեյ չէ, որովհետև այդպիսի անց մջրջիմ է, մեկը որ չի գրնար ներել, մեկը որ չապազանց սկալին է, ամեն սխալ ինձի ամեն մարդ ասան ծալցուցած է, այդ ծևով գվարվի, խաչին նայ է, լալով աղոտ է, դեր եթե թուն ինձի համար խաչվեցար, իմ չարչարանքներս ոչինչ գսեպեմ, իմ հանցանքներս, իմ մեղքերս քո առջևդ կտնեմ, փախտատմամբ ոչինչ գսեպեմ, իմ մեծ ցավերս, հբարտությունս ալ գանարկեմ, գուզեմ համբերությամբ գրել, ես ալ իմ խաչս քեզի համար ու քեզ հետ։ Վերջապես երրորդը Փարած հասնելու վստահությունը պիտի ունենան։ Գլորի, փառք, փարած հասնելու վստահությունը։ Երբ Սաղմոսներուն վերջը կհասնի, Eugene Peters Սաղմոսներու մասին գրած է աղոթներու պատասխան գիրքը, եւ անոր մեջ գսե, որ վերջին 5 Սաղմոսները միմիայն փառաբանություն, ուրախություն, ցնծության Սաղմոսներու կվերածվի։ Եվ ուրեմն, երբ կհարադևենք շարունակ, ասիկա շատ կարևոր է, նեղությունը գուքա, բայց մենք չենք կրնար հարադևեն, շուտով կվստահադին, շուտով կվահադին, երբ կհարադևենք շարունակ մեր արցունքները աղոտք կթարնան, արցունքներս աղոտք թարնան, որքան ալ երկար լավիսախապությունը, փառությունը, վիշտուցավը, երբ կհարավտևենք արցունքներով աղոտքներ թարնան, բայց չենք անցնիր աղոթել է Սաղմոս 35 գլա։ Ինչ է Սաղմոս 35-ը, նորեն գրնան կայտար։ Իրիգունը, լացկա, բայց արդուն, այն, հարադևենք, իրիգունը լացկա, արդուն ուրախություն, իրականություն գտար, հարադևենք ուրս, արցունքներով ցանե աղոտներդ քույրս, արցունքներդ վարավի միցիկեր, որ երթան քույրս, ցանե վիշտը կամած, անպայման օրմը պիտի վերածվին փառաբանության և ուրախության, ամեն աղոտք, երբ որ երկար հարադևենք, ի վերջո փառաբանություն կլա։ Ամեն աղոտ, երբ որ երկար հարադևենք, ի վերջո փառաբանության կվերածվի, հալելույա։ Որովհետև երբ որ լացը և ցավը վախի պես է սիրելիներ,
Գգարձես, որ հետ շլացդ պիտի չի վերջանա։ Գգարձես, որ ցավդ երբեք պիտի չան հետանա։ Գգարձես, որ աստունը հետ պիտի չի գրնանք շինել։ Հիմա գարավարությունը ամեն մարդու գեցուցած է, հողը պետք է քնները, որ նայի թե մեջը թույներ գան, չգան։ Ասանք բաներ ամեն մեզի համար են սիրելիներ։ Կգարձենք, որ երբեք պիտի չանցնին։ Եթե 2-3 տարիներ ետքը մեր զավակները գրնան իրենց դուները շինել, հրաշք պիտի ելան մեր սիրելիներ։ Եվ ինչը սա մեր նոր նախագահը, սա մեկ տարի գուտամ, անոնք որ գործընծուցին իրենց դուները, մեկ տարի կհամբերեն, հետո գետան ուրիշ դուն գարնեն, ալ չեր շիներ։ Այնպես որ աղոթենք սիրելիներ, որ մեր կառավարությունն ալ մեզի արդյունքի պատճառ չլա, այլ մեզի օգնե, որպեսզի անմիջապես բժշկվենք այս վիճակները։ Եզրափակություն։ Մի ցանցրանար աղոթել է, մի հուսահատիր, նամանավանդ մի աջաբարեր պատասխանը արնելու։ Պիտի փարապանես Աստված Սաղմոս 150-ին հետ։ Նայեցեք Սաղմոս 146-ը ինչ կսե։ 146 մեկեն 3։ Այն ժամանակ մեր բերանը խնդությունով լեցվեցավ ու մեր լեզուն ծնծությունով։ Այն ժամանակ հեթանոսներու մեջ ըսին թե դերը ասոնց համար մեծ բաներ ըրավ։ Գրնալալ 10,000 դուներու մեջը ամենահավատացյալ չեն, բայց անոնք որ հավատացյալ են, երբ որ այս ծևով ցանեն իրենց արդյունքները, պիտի գրնան հեթանոսներուն առջև վկայությունը լալ, որ այո, սիրելիներ, դերը ասոնց մեծ բաներ ըրավ։ Դերը եւ մենք պիտի ասենք մեր բերանով, դերը մեզի համար մեծ բաներ ըրավ։ Ու մենք ուրախացանք, թող դերը ասիգա իրականություն դարձել է, մեզ մե ամենուս pray and don't give up. Շուագան ենք ասուցում է իր խոսքին համար, անոր բացադրության համար դերորդեք ես սոսիկույր նայգորդն է մեր ապիկույրերը, որ երկերով մեզ գարաշնոթեն նբիր ավականողները բոլորս որ այստեղ ենք աստորդության մեջ մնանք։ Պաշտամունքի յուրաքանչյուր մասը կարևոր դեղ ունի։ Ինչպես պաշտամունքները կսկսին պարապանությունով եւ աստո խոսքին ընթերցումը եւ կարոզը հիմնական դեղ ունին մեր պաշտամունքներու մեջ։ Էլավ մեկ հոգի գողնի կարոզ կպատրաստեք ու կա գողնի կներգայացնեք։ Վերջը, մեր անդրադարձը ինչ է։ Մեր անդրադարձը մեր պատասխանն է ադոր, որ մենք լսեցինք և հիմա պատասխանատու ենք աստեն երդան ետ գրծազուճամ կործատրելու լսածնից։ Սակայն երկրորդ կործնական պամրալ գնենք և ադալ նվիրավակն են։ Սերն է մենք դվերավակ չեն գներ, քանի որ ասված մեր դոլարներում պետք ունի։ Ասված մեր դոլարներում պետք չունի։ Մենք պետք ունենք աստուծո ենթարկցելու մասը այդ բաներ են, որ ինքը մեզ օրտած է, իր մեր եկած է, բոլորը մեզ է։ Եվ ասկան չնչի մասն է, որ կտարսենք աստուծո վերտան, անակ ուղդան որ աղկեզի տրամ դվի այսօրով դեր, քու եկայեցի դամար պամը դվի։ Կենդվացինքով ինչ դվի, չնչին։ Սակայն երբ որ շիդակ գեցվածքով կուտանք, շիդակ հոգիով կուտանք, աստծո գործին համար կուտանք, ասված գործներ կպարապանվի մեր դվածը աստծո ցերկերու մեջ կային ուրիշներու կասնի։ Չես գիտեր, որ երբ քու դված կումարդ որու պիտասնի ինչպես։ Անոմարդանք մեր սրտեն այսօր և շվագալություն այդներով ծիր այսօր մակումատս է, ով դեր շվագալ է, որ դու շատ բաներով ինձ օրտնած ես, այսօր վզիկ մեկ բաժիմը կեզի կթարցնեմ։ Մեր նվիրավակեն ետ վերջին երկով և սոսիկրոչ աղոտքով դուրս կենենք յուրասյուրքեն ադեն հունվարի դարետարցնեն լավ գիշենք, հիմա գնե բարի դարետարց բոլորին, որ հունվարին ծնած են, դեր օրդն է բոլորդ։ Պատկամ, ինչ կեղեցիկ երաշտություն, երկ, արեր,
Վերջացնենք մեր պաշտամունքը երկելով 814-րդ երգը աղոթքով միայն։ Ուրիշ պատկը մնել այս երգի մեջ կա։ Երկու համար նստած երրորդը ոտքի։ Հայր մեզի այսօր խոսեցար և քու պապակը դե, ինչպես կտեսնենք սալմուսներու մեջ և տարբեր համարներով, քու պապակը դե, որ մենք մեր արդյունքները բարավիճի տանք, որ մենք կարողանանք ցանել համբերությամբ, ցանել հավատքով, ցանել քեզի վստահելով և փարած լույսը տեսնելու լույսով։ Տաղաչենք ով Հայր, մեր բոլոր այս դժվարություններու մեջը մեր ձեռք են բռնեն և դուր որ ուրախ լացողները մանք։ Դեր Աստված գաղութեմ նաև Դավիթ եղբոր համար, որ իր քույրը Ալիս Դեր Արտինյանը գործընծուց երկու օր առաջ տաղաչանք ու մխիթարությունը դանոր բնալ։ Եվ դեր հիմա որ մենք պիտի մարշնվի դուր որ քու խաղաղությունը, քու ուրախությունը, քու հանգիստը մեզ մեր ամենու սրտերը լեցել է Հիսուսի անունով։